Էմոցիոնալ և մեղեդային ներդաշնակությամբ բացվեց համերգային երեկոն։ Շվեյցարացի հանրահայտ ջութակահար պրոֆեսոր Դենիս Սևերինի և անսամբլային և նվագախմբային գործիք թավջութակը երաժշտի ձեռքերում հնչում էր թեթև։ Պրոֆեսորին ներդաշնակորեն լրացնող սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմը դասական ստեղծագործություններին հաղորդում էր ամբողջական հնչողություն։ Անտոնիո Վիվալդիի, Պաբլո դե Սարասատեի, Ջիովաննի Սոլիմայի, Մարտին Ուլիխանյանի կոմպոզիտորական ստեղծագործությունները, կոնցերտները գրված հատուկ թավջութակի համար հնչում էին նվագախմբի հետ։ Համերգային ծրագիրը Գյումրիում Արտչելո 2026 միջազգային փառատոնի շրջանակներում եզակի նախաձեռնություններից է։ 2018 թվականից փառատոնն ամեն տարի անցկացվում է տարբեր երկրներում, համախմբելով դասական երաժշտության առաջատար կատարողներին։ Ճանաչված թավջութակահարներ Ռազվան Սումանի, Դարագան Ջորջևիչի, Դենիս Սևերինի ցանկությունն է եղել հայ երաժիշտների հետ նույն բեմում հանդես գալ։ Փառատոնի առանցքային նպատակներից մեկն արդեն իրականություն է։ Համատեղ առաջին փորձից արդեն պարզ էր, որ նվագախմբի երաժիշտները բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն, եւ սա մեզ ոգեշնչեց համատեղ համերգ կազմակերպելու համար։ Նպատակը մեկն է՝ դառնալ կամուրջ հանրահայտ երաժիշտներին մեկ բեմում համախմբելու եւ հանրությանը նրանց հետ ծանոթացնելու, հոգեվոր, դասական արվեստը ավելի շատ երկրներում տարածելու գործում։ Շատ կարևորում ենք Գյումրիում դասական երաժշտության ավելի լայնածավալ, ավելի մեծ տարածում ունենալը։ Եվ թույլ տվեք ինձ իհարկե այս նրբությունը նկատել, որ մեզ համար առաջնահերթ է Հայաստանում եւ հայ ունկնդրին մատուցել գեղեցիկ երաժշտություն։ Իհարկե, եթե ստանանք առաջարկներ, սիրով կհամաձայնենք, քանզի արդեն մենք պատրաստ ենք մեծ բեմերի։ Արտչելո միջազգային փառատոնը, որն արդեն հասցրել է նվաճել Գերմանիայի, Ռումինիայի, Չինաստանի և Շվեյցարիայի հեղինակավոր բեմերը, այս տարի համերգներով հանդես է եկել նաև Լեհաստանում և Վրաստանում։ Առաջին անգամ Գյումրիում նախաձեռնված համերգով եզրափակվեց փառատոնի երաժշտական տարին։ Փառատոնը ձևավորում է որակյալ լսարան աշխարհի տարբեր անկյուններում, ավելացնում հետաքրքրությունը դասական արվեստի նկատմամբ։ Բոլորը ուրախ եւ զարգացած հանճարեղ երաժիշտներ են եւ իրենց որպես օրինակ այսպես փուճուրներին ցույց տալը, որ մեծանաց դու էլ կարող ես լինես sense բեմերում եւ նվագես sense ստեղծագործություն, դա մեր ամենակարևոր առաքելությունն է։ Եվ իհարկե հանդիսատեսին հաճույք պատճառել է եւ ամենակարևորը ինքներս ենք վայելում բեմը եւ երաժշտությունը։ Փառատոնը ունի նաև մեկ այլ կարևոր առաքելություն՝ դառնալ կրթական միջավայր եւ փորձի փոխանակման հարթակ կոնսերվատորիաների տարբեր բաժիններում սովորող երիտասարդների համար։ Մինչ համերգային երեկոն Գյումրիում հանրահայտ թավջութակահարները անցկացրել են վարպետաց դասեր եւ հանդիպումներ ուսանողների հետ։ Պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում անցկացվեցին վարպետության դասեր քաղաքի բոլոր, սկսած ամենաառաջին քայլերը կատարող թավջութակահարներից մինչև արդեն կոնսերվատորիայի ուսանողներ եւ փառատոնը միայն համերգային այսպիսի շքեղ կատարումների շարք չէ, այլ նաեւ նվագարանի կատարողական արվեստում խորանալու, զգալու դրա գաղտնիքները եւ իհարկե մեծ վարպետներից մեծ դասեր ստանալու։ Այս կարևորագույն երաժիշտների ներկայությունը Գյումրիում մասնագիտական լսարանի եւ ուսուցչական եւ կատարող երաժիշտների համար բացառիկ հնարավորություն է, վստահ եմ դրանից այլ պրոդուկտներ ծնվելու են, որովհետեւ հակառակը անհնար է։ Թավջութակահարների հետ համագործակցությունը հավակնում է դառնալ շարունակելի։ Նոր կազմով եւ ընդլայնված ձևաչափով Գյումրիում դասական երեկո ունենալու ծրագրեր են նախատեսում ճանաչված երաժիշտները։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։